Բաքվի վերաքննիչ դատարանում անցկացվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռների բողոքարկման գործընթացը, որն ուղեկցվում է իրավական կոպիտ խախտումներով։ Ցմահ դատապարտված Դավիթ Իշխանյանն իր ուղերձում հայտնել է, որ պաշտպանական կողմը մինչև օրս չի ստացել դատավճռի ամբողջական տեքստն ու մեղադրական ակտը։ Դատարանը մերժել է փաստաթղթերը տրամադրելու եւ դատավարությունը բաց ու առցանց հեռարձակելու բոլոր միջնորդությունները։ Իշխանյանը կատարվածը որակել է որպես գրաքննվող հաշվեհարդար եւ տրագիկոմեդիա, գործընթացը համեմատելով Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների հետ։ Նիստի ընթացքում նույնիսկ պաշտպաններից մեկն է պորտքացել, նշելով, որ ամաչելու են սերունդների առջև նման դատավարություն կազմակերպելու համար։ Ըստ արցախցի գործչի, Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, թաքցնելով արդարադատության բացակայությունը։ Բողոքարկման գործով առաջին դատական նիստը նշանակված է հունիսի 2-ին։ 2-3 ամիս երբ որ մենք այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է։ 3 տարի է մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել